Հաղորդագրության մեջ տրվել այն, ինչ որ կարող ենք ասել, եթե այլ մանրամասներ կլինեն հրապարակենք։ Ursula von der Leyen եկել է, ես չհասկացա, 18 միլիոն դոլար, հա, դա տվել է այս արտահանման խնդիրները լուծելու համար, թե ինչ նպատակով, թե ժողովրդավարական արժեքների օրինակ զարգացման, կարծում եմ օրինակ, որ հետո մի երկու արկղ ծիրան տաներ ԱԳ-ին էլի օգնած կներ, որտեվ ամեն դեպքում այդ գումարներով ռուսական այդ սանկցիաների խնդիրներով չեն լուծում արտանողների, բայց ժողովրդավարության կոնտեքստում ուզում եմ մի բան ասել, այսքան տարի մենք Հայաստանում անկախ ավտորիտար է եղել, կիսա ավտորիտար մեր իշխանությունը Հայաստանում միշտ Ադրբեջանի նախագահին անվանել ենք բռնապետ եւ մենք որպես դրոշակակի ժողովրդավարության բաստիոն իսկապես հանդես ենք եկել տարածաշրջանում։ Ինձ հետաքրքիր է դուք Իլհամ Ալիևին ինչպեսի ղեկավար եք գնահատում, ժողովրդավար ղեկավար է նա, թե այնուամենայնիվ բռնապետ է։ Եվ եթե ձեզ հետ համեմատենք, եթե ժողովրդավար է, դուք եք ավելի ժողովրդավար թե Ալիևը, իսկ եթե բռնապետ է, դուք եք ավելի բռնապետ թե Ալիևը։ Եվ Ursula von der Leyen-ը Հայաստանում ժողովրդավարության մասով ինչ կարծիքներ, ինչ գնահատական ունի, օրինակ երբ որ տեսնում եմ, որ դուք ամբիոնից ուղիղ ցույցում եք տալիս դատախազին, դատավորներին, դատական համակարգին, կասկածի տակ եք դնում դատարանների որոշումները, Տիկին von der Leyen օրինակ այս մասով ինչ որ կարծիք հայտնել, օրինակ լավ եք անում, վատ եք անում որպես բաստիոնի ղեկավար ժողովրդավարության։ Մի բան էլ Ալեն Սիմոնյանի մասով, այսօր հետաքրքիր ինֆորմացիա ինձ տվեցին, ինձ հայտնեցին Ալեն Սիմոնյանի այս թիմից մեկ ուսանալու, նրան այսպես լուսանցք մղելու հետ կապված, չգիտեմ իր հետ կապված օրինակ գուցե Ռուսաստանի դեսպան նշանակելու պլաններ ունենա կամ այլ ինձ ասացին, որ ձեր կինը Աննա Հակոբյանն է նաև դերակատարում ունեցել, որ Ալեն Սիմոնյանը այսպես քաղաքական process-ներից դուրս կա, ինչ որ հարցով զայացած է եղել օրինակ հիմնադրամի հետ կապված, որ քննադատել է եւ այլն Սիմոնյանը եւ պայման է նաև ձեր առջև դրել, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա պաշտոնից եւ չպաշտոնավրի։ Հետաքրքիր է այդպեսի բան թե ոչ։ Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն եւ դերակատարում չունի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես այլ երկրների ներքին հարցերը չեմ մեկնաբանում, ինչքանով եմ ես բռնապետ, ինչքանով ոչ, դրանից կարելի է հետևություններ անել, այդ թվում ձեր տված հարցից եւ այն փաստից, որ դուք հիմա կանգնած եւ ոչ միայն հիմա սրանից առաջել եւ սրանից հետո էլ տեղ կանգնելու եք եւ ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալու, ունենց որ դա շատ ուղիղ ցուցիչ է, ինչքանով եմ ես բռնակալ։ Շնորհակալություն հարգելի պարոն Մակարյան։ Պարոն Մակարյան, մեր մյուս լրագրողները նույնպես հարցեր ունեն։ Շնորհակալություն իրավապաններին։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։ Հաջորդ հարցի իրավապանն է։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, 3 դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը դուք հայտարարեցիք, որ Հայաստանում արդարությունը, արդարադատությունը գտնվում են հասանելի են միայն էլիտային եւ որ դա լուրջ խնդիր է։ Ձեր քաղաքական ուժն արդեն 8 տարի է երկրում իշխանության ղեկին է։ Հաշվի առնելով իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքը, օրենսդիր, գործադիր եւ դատական եւ միևնույն ժամանակ այն հանգամանքը, որ դուք միաժամանակ եւ ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարն եք եւ գործադիր իշխանության ղեկավարը։ Ձեր տրամադրության տակ ունեք եւ օրենսդրական նախաձեռնության եւ բյուջետային եւ կադրային եւ քաղաքական այլ լծակներ։ Այս պայմաններում խնդրում եմ նշեք, թե կոնկրետ ինչ գործիքակազմ եք կիրառելու այս խնդիրը լուծելու համար եւ ինչով եք բացատրում, որ այդ լծակներն 8 տարվա ընթացքում դեռևս չեն հանգեցրել ձեր իսկ մատնանշած խնդրի լուծմանը։ Դուք այո, այդ թվում են պատճառը, որ կա իշխանությունների բաժանում եւ տարանջատում եւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը չեն կարող կատարել արդարադատության մարմինների դերը։ Եվ ես ասել եմ, չգիտեմ, տարբեր ֆորմատներում եւ դժվար եմ պատկերացնում առանց նոր սահմանադրության այդ խնդիրների ընդունումը եւ նոր սահմանադրության մեջ էլ ասել եմ ինչա պետք է անել։ Նախ երթվյալ ատենականների ինստիտուտն է պետք ներդնել եւ գործող բոլոր դատավորներին պետք է տալ դատավորի պաշտոնակատարի կարգավիճակ եւ գործարկել բարեվարկության խորը ստուգման գործընթաց եւ նրանք ովքեր չեն անցել այդ բարեվարկության ստուգումը պարզապես չվերանշանակվեն
Այսօր ամբողջ այդ համակարգը սահմանադրական պաշտպանության ներքո է եւ այո գործադիր եւ օրենսդիր իշխանություն ունի որոշակի հնարավորություններ, բայց այդ թվում իշխանությունների բաժանման եւ տարանջատման սկզբունքի բերումով գործադիր իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել։ Եվ ես բազմիցս ասում եմ արդարադատության ոլորտի մեր գործընկերներին, որ փողոցում ոչ մեկ կամ դեպքերի 90 եւ ավել տոկոսում մարդիկ փողոցում դատավորի չեն ճանաչում կամ դատախազի չեն ճանաչում կամ քննիչի չեն ճանաչում, որ փողոցում կանգնացնեն, ասեն, բայց մի բան են չի անենց, բայց մի բան են չի անենց, բայց մի բան են չի, ինձ են ճանաչում, ինձ են կանգնացնում։ Ես ասում եմ, որ դուք այդ հարցերի պատասխանները պետք է մատակարարեք, բայց մարդկանց հարցերին պատասխան չունեն։ Լավ հասկացանք, մի տարի, երկու տարի, այդ նույն բանը ես եմ ասում, ինչ մենք չենք տվել կամ ինչով չենք ապահովել արդարադատության համակարգին։ Ես էլ եմ ասում, ոնց են այդ մարդիկ, ում քսակ ավելի հաստատ ցանկացած գործով կգնա կարդարանա դատարան, ցանկացած գործով, խնդիր չունեն։ Տենց խնդիր ունեն, որ չկարենան լուծեն դատական համակարգի մեջ։ Ասենք դիակի վրա կարող է մարդկանց բռնեց գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան եւ այլն եւ այլն։ Բա էտա որ ասում եմ երրագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում այս 8 տարիա։ Այդ թվում այն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում, որ ավտորիտար ենք, տոտալիտար ենք, այդ խնդիրը չէր լինի, ասենք մեր արդարադատությունն է, սենցա։ Եվ այդ ֆունդամենտալ պրոբլեմա եւ հիմա ես կարող եմ ասել, որ արդարադատությունը, դատական համակարգը մեր ինստիտուտներից ամենաչկայացածն է, որովհետեւ հեղափոխությունը ամենաքիչն է ազդեցություն ունեցել այդտեղ, ամենաքիչը սահմանադրական բաների պատճառով, այդ թվում արգելքների պատճառով։ Հա դատարանների դռներ ենք փակել, ենք արել, բայց օրակարգը արձանագրվում է, կամ որ այդ նույն ապօրինի գույքի բռնագանձման համակարգը այսքան տարի հա մենք ունենք արդեն արդյունքներ, բայց հա լավ հետո հետ ենք նայում, լավ ասում ենք ինչի պետք է այսքան ժամանակ ծախսվեր սրա վրա։ Այդ նույն պատճառով, այդ նույն մաֆիոզ ազդեցությունների պատճառով։ Դրա համար ընդ որում ասում եմ այդ մաֆիայի հիմա, ասենք եթե մինչև հիմա ներքին շերտերը գիտենք, հիմա բացահայտվեց արտաքին շերտերն էլ գիտենք, բայց գիտեք հեշտ է այդ ամեն ինչի պայմաններում մի հատ էլ հասնել այս արդյունքների, որը մենք ունենք։ Պրոբլեմա է։ Մարդիկ ինձ հարցեր են տալիս, այո, ես չեմ կարողանում պատասխանել։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ։ Մարդիկ կոնկրետ ասում են, ասա խեա Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ։ Դե արի մարդուն բացատրի, որ գիտեք ինչ, չգիտեմ ես, այս ինչ հոդվածի, այս ինչ կետը, ըստեղ գիտես ինչ են բանը, որ այդ օրը տենց արևը, որ դուրս եկավ Ջերմաստյանը, այսքան էր փորձաքննությունը ցույց տվեց, որ այն մեկը փռշտաց, իսկ դա նշանակում է հա լավ ձեռ ենք առնում։ Բայց մյուս կողմից եք ասեն, այ ուղիղ հրահանգ եք տալիս, ժողովրդի ինձ է ուղիղ հրահանգ տվել, ես էլ ժողովրդի ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին։ Ու ի վերջո ժողովրդից եք սնվում։ Չի կարող լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով։ Հիմա ով ոնց ուզում է գնահատի, ասել եմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչի՞ եմ ասում, որովհետեւ ժողովուրդն էլ ինձ ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Շնորհակալություն։ Ինչ եք ուզում, չեմ հասկանում։ Պարոն վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայան առավոտ այստեղ Ռոբերտ Քոչարյանը չէ, էլի Սերժ Սարգսյանը, որը հետո ասում եմ, այս մեկի անունը չտվի, Сядут все.